Մեր փրկին Տեր Հիսուսի անով ողջունեմ ցես, սիրելիներ եւ Աստծո սրտանց փառք ուտանք, որ այսօր դարձյալ այս արիթը ունենք Աստծո խոսքը գսերդենք, իրապես մեծ առանձնաշնորհում է, որ հավատացյալը այս ճամփորդության տածքին, այս չոր անապատի մեջ ինչ կճամփորդե Տեր Հիսուսի հետ գկալե ավելի ճիշտը խոսք ունի, Սուրբ Հոգին ունի իր ներսիտին, կմխիթարվի եւ կշինվի հոգեորապես, հավատքի մեջ կհաստատվի, կքաչալերվի, կզորանա, այսպեսով երանելի գթարնա։ Փառք ուտանք։ Պիտի շարունակենք Աստծո շնորհքով առաջին Թեսաղոնիկեցված 3-րդ գլուխին վերջին համարը, երբ որ այս գիրքը կսերդենք շարունակ գլսենք Թեսաղոնիկեցված նամակը, բայց չի նշանակեր, որ նույն նյութը կսերդենք։ Աստծո խոսքը սերդելը թերթ գարտալու նման չէ։ Աստծո խոսքը սերդելը խորհիլ խոսքին վրա եւ նաեւ ճշմարտություններ քաղել եւ մենք մեզ Աստծո խոսքին արչեւ որպես հայելի քննենք եւ տեսնենք թե մեր հոգեվոր վիճակը եւ նաեւ սորվինք եւ մեր միտքը զարգացնենք նաեւ մեր քրիստոնեական կյանքը գենցաղը մաքուրը լա անարադը լա ինչպես առաքյալն գշեշտե իր նամակներում մեջ հետեւաբար գրնալալ ովևէ նամակի շուրջ կամ թուղթի շուրջ երբ որ գխորհրդածենք գսերդենք կամ գմեկնենք գրնալալ ամիսներ դեպ չի նշանակեր, որ նույն նյութը գշեշտվի։ Այդ չէ երբեք։ Փառք ուտանք Աստծո խոսքը օվկիանոսի նման է։ Երբ որ գսերդենք, կբրբդենք, այնադեն կանցեր Երևան պիտի հանենք եւ մեր կյանքերը լեցուն պիտի լան։ Բաշարներ պիտի ունենանք, աստվածային ճշմարտություններու առնչությամբ առողջ գիտություն պիտի ունենանք եւ մեր գենցաղնալ շինություն պիտի դառնա մեր շուրջիներուն։ Ուրեմն այսօր 3-րդ գլուխին վերջին համարն է որ գսերդենք առաջին Թեսաղոնիկեցիս առաքյալը գսե հաստատելով ծեր սիրտերը անարատ սրբության մեջ Աստուծո եւ մեր հորը արչեւ մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի քալու ադենը իր բոլոր սուրբերուն հետ մեկտեղ հաստատելով ծեր սիրտերը անարատ սիրտը պետք է հաստատվի ինչու համար որովհետև կյանքի աղբյուրները անգեյ են Արագած 4:23 գսե ամեն զգուշությունով քու սիրտդ բահե քանզի կյանքի աղբյուրները եբրայերեն բնակիրը ելքը գսե հոնգե ուրգե գելլե կյանքի աղբյուրները անգեյ են այնպես որ սիրտ բարին շուրջ խոսած ենք սիրտը այն հոգևոր ընդունակություններն են որում միջոցով Աստուծո հետ կհաղորդակցի մարդը սիրտը նաև ուրիշ անուններով ալ կջանցվի հոգի անձ անուններով Առաքյալը կմաղթե որ հավատացյալներուն հոգին շունչը եւ մարմինը անարատ բահվի հոգին եւ շունչը սիրտը անձը ասոնք հոգևոր ընդունակություններն են միտքը գամքը խիղճը զգացումները եւ խոսիլը երբ դերը գսե որթյագիմ քու սիրտդ ինձի դուր գագնարգե հիշյալ հոգևոր ընդունակություններուն երբ գսենք Դեր Հիսուս գթակավորե սրդիս մեջ ըսել գուզենք որ ան գգարավարե մեր միտքը մեր գամքը խիղճը զգացումները եւ նաեւ մեր լեզուն երբ Դերը գսե ինչ կշահի մարդ եթե բոլոր աշխարհը շահի եւ իր անձը գործընծնե հոգին գագնարգե այս հոգևոր ընդունակությունները որ Աստուծո բատկերով ստեղծված է
հոգին անմահ է, երբ գմեռնինք, մեր հոգին մարմինեն գանչադվի և գշարունակե քոյադևել, որպես հավատացյալներ Տերոջի հետ ըլլալու, այնպես որ անոր հոգին անմահ է, Տեր Հիսուս խաչին վրա մեր անմահ հոգիներուն փրկության համար մեռավ և ոչ թե մեր ֆիզիկական մարմիններուն։ Առաքյալը գմախտե, որ երբ Հիսուս վերադառնա, մեր սիրտը հաստատված ըլլա անարատ ու սրբության մեջ։ Պողոս առաքյալ Եփեսացւոց ուղված նամակի մեջ նաև գսե, որ Աստված գկործե, որբեսի եկեղեցին, այսինքն հավատացյալները անարատ բահվին։ Տերոջը նպատակը մեզի համար այս է, անոր կամքն է, և ան գուզե, որ մենք աճինք, ան գուզե, որ մեր սերը ավելնա, ան գուզե, որ մեր սիրտը հաստատվի, սակայն պետք է Աստուծո հետ գործակցենք, Սուրբ Հոգին դրամատրվելով, ինչ որ շատ մը հավատացյալներու դժվարությունն է։ Երբ գոհոժարինք գործակցելու Աստուծո հետ, հիշյալ 3 բաները փորձառությամբ իրագործվին մեր կյանքի մեջ, այն ադեն անարատ և սրբության մեջ պիտի ըլլանք, երբ Տեր Հիսուս վերադառնա։ Շարունակելով առաքյալը գսե, Քրիստոսի քալու ադենը իր բոլոր սուրբերուն հետ մեկտեղ։ Բոլոր սուրբերով ըսելով, բարձ է, թե ան հրեշտակներու չակնարկեր, այլ մարդոց, որոնք Քրիստոսով սրբված են։ Այս ուղղությամբ խոսած ենք սուրբ բառին իմաստը, երբ աշխատեցանք հասկանալու։ Բոլոր սուրբերով։ Գարկմը Սուրբ Քրոց վարդապետներ գուսուցանեն, որ Պողոս առաքյալ Հիսուսի քալուստը 2 տեսանկյունե գտիդե։ Անոնք գսեն, առաքյալը Տերոջը առաջին քալը գագնարգե, երբ գսե, և սպասելու անոր որդվուն երկինքեն, զոր ինք մերելներեն հարուց, այսինքն Հիսուսը, որ գազադե մեզ քալու փարգութենեն։ Առաջին Թեսաղոնիկեցիս 1:10։ Իսկ երկրորդ քալուստին գագնարգե մեր մեկնած կամ սերդած համարի մեջ ըսված խոսքերով, որ գսե հաստատելով ձեր սիրտերը անարատ սրբության մեջ Աստուծո և մեր Հորը առջև, մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի քալու ադենը իր բոլոր սուրբերուն հետ մեկտեղ։ Հինեն ի վեր Հիսուսի վերադարձին առնչությամբ գլխավոր 2 գաղափարական դպրոցներ գոյություն ունին, և Սուրբ Գիրքը սերտողը պետք է նկատի առնե այս բաները։ Բացի եթե գուզե ծայրահեղ օրթոդոքսներու նման ըսե, ես այսպես կհավատամ, կարծեք թե իր հավատացածը ճիշտ է։ Հինեն ի վեր այս 2 գաղափարական դպրոցները կան։ Առաջին, իր սուրբերուն համար պիտի կա, զանոնք հափշտակելու և վեր առնելու, որպեսզի անոնք երկրի վրա քալու փարգութենեն զերծ մնան, որ պիտի տևե 7 տարի։ Հայտնություն 3 գլուխ 10 համարի մեջ։ Իսկ երկրորդը իր սուրբերուն հետ պիտի կա երկրի վրա 1000 տարի թագավորելու։ Այս գաղափարական դպրոցները միշտ կան։ Եթե հավատանք, որ այս խոսքերը երկրորդ գաղափարական դպրոցի պատկանողներուն համոզումն է, այսինքն երբ որ պիտի կա իր սուրբերուն հետ երկրի վրա թագավորելու, այն ադեն այս հափշտակված սուրբերուն հետ պիտի կա 1000 տարի թագավորելու, ուրեմն այն ադեն առաքյալին հիշյալ խոսքերը, որ հոս մենք կարդացինք 10-րդ համարի մեջ,
մեր Տերոջ Հիսուս Քրիստոսի քալուադեն իր բոլոր սուրբերուն հետ մեկտեղ, որ գսե ցեզ հաստատելով ցեր սիրտը անարատ սրբության մեջ։ Ուրեմն այն ադեն այս խոսքերը ներգայիս աբրող հավատացյալներուն չվերապերիր, այլ հափշտակութենեն ետքը 7 դարվա մեծ նեղության մեջ աբրող հավատացյալներուն, որով անոնք 7 տարի սպասելու են մինչև Հիսուս իր սուրբերովը վերադառնա, հաստատես իրենց սիրտերը անարատ բայե սրբության մեջ բայե, մինչև դերը վերադառնա։ Նաև ըստ իրենց բոլոր սուրբերուն հետ խոսքը միայն հափշտակված վեր առնված սուրբերը հասկանալու ենք։ Այս նույթը պիտի շոշափենք, երբ մեկնելու գսկսենք կամ սերդելու գսկսենք հաջորդ գլուխները։ Բարդ կսկամ ցեզի ներկայացնել երկու քաղաքական դպրոցներու պատկանողներուն ուսուցումները, հարկելով անոնց տեսակետը, սակայն անցամբ շեշտելով ավելի աղեգը եւ էականը զոր սպաղեցնելու է մեր միտքերը։ Այսօր հավատացյալներ իրարու հետ կվիճին, երկու վիճողներուն սիրտերնալ ձուր է Աստուծո առջև։ Ամեն տեսակ անօրենություններու մեջ են, անշուշտ Աստուծո աչքով դիտված անօրենություններ, այսինքն անձնաբաշտ, նյութաբաշտ, նախանց, չարախոս, աններո հոգի, մեկը գահավատա, որ Հիսուս պիտի հափշտակե եւ ինք զերծ պիտի մնա նեղությունները։ Իսկ մույսնալ հագարակը գահավատա, պիտի անցնի նեղություններեն եւ ետքը պիտի հափշտակվի, որովհետեւ գահավատա, ինչպես առաջին տարու հավատացյալները գահավատային, որ պետք է հավատացյալը մաղե անցնի, զտվի կյանքը, սրբվի, մաքրվի, ետքը Աստուծո առջև գնա։ Այնպես որ մեզի համար ամենեն էականը պատրաստ ըլլալն է։ Եթե ես անձնաբաշտ, նյութաբաշտ, անձնագետրոն կյանք մը գաբրիմ եւ գահավատամ, որ Հիսուս պիտի հափշտակե զիս եւ նեղությամբ պիտի չմատնվիմ, ինչ օգուտ, երբ ներգայի կյանքս Աստուծո գամքին հագարակ է։ Ուրեմն հագարականոր որ ցեզի պիտի ներկայացնեմ երկու քաղաքական դպրոցներուն ուսուցումները, սակայն միշտ պիտի շեշտեմ ավելի աղեգը աժմիականը, որ մեր միտքը սպաղեցնելու է։ Սիրելներ, պետք է մենք ամեն օր մեր մտքերում մեջ թարը մլա այն ճշմարտությունը, թե գրնանք վաղը մեր աչքերը փակել եւ Աստուծո առջև գայնիլ հաշվետվության համար։ Պատրաստ ենք, հաշիվներս մաքրած եմ իմ շուրջիններուս հետ, Աստուծո հետ, այս է էականը։ Այնպես որ գմախտեմ, որ թուգալ ինձիպես էականին յետևեն երթակ։ Ամեն օր, երբ ձեր աչքերը փանակ, ըսեք Տեր Հիսուս, ահա վասիկ հոսեմ, այսօր ալ գուզեմ քեզի համար ապրիլ, քու գամքիդ մեջ ապրիլ, մաքրեզիս, պատրաստեզիս, սորվեցուրզիս, մաղեզիս, զդեզիս, որպեսի ընդիր անոտ մը ըլլամ քու ձեռքերուդ մեջ այսօր ալ։ Դերը ձեզ իր շնորհքի մեջ բահե եւ թող Սուրբ Հոգին այս ճշմարտությունները մեր սրտերում մեջ թրոշմե եւ ապրինք իբարս երրորդության ամեն։ Դերը գամի եկող ուրբաթները մեր փրկին ծնունդին եղանակին արիթով այդ եղանակին մեջ կաբրինք, ծննդյան գլիմայի մեջ կաբրինք, այնպես որ այդ ուղղությամբ պիտի խոսենք։ Այս քայնով բավարարվինք այսօր, եթե Տերը գամի քալ դարի պիտի շարունակենք առաջին Թեսաղոնիկեցիս
4-րդ գլուխը սերդելով։ Ուրեմն մի քանի ուրբաթներ մեր բրչին ծնունդի շուրջ խորհրդածություններ պիտենք։ Դեր օրհնե ձեզ ամեն։